Գործող իշխանությունը հայտարարում է, թե Արցախահայության վերադարձը հայրենիք իրատեսական չէ։ Դրան բոլոր հիմնավորումներով հակադարձվում է Արցախի էջը փակված չէ։ Եթերում միասնության արտակն է, բարև ձեզ։ Այսօր քաղաքական մեկնաբան Ռուզան Իշխանյանի հետ կփորձենք որպես ականատես, որպես քաղաքական մեկնաբան հասկանալ Արցախի էջը փակվածը թե ոչ, նախ դա եւ նաեւ փորձել վերադառնալ 2020 թվական ինչպիսին էր Արցախը։ Շնորհակալ եմ Ռուզան հարավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հարավերի համար, որպեսզի հասկանանք ինչպիսին էր իրավիճակը Արցախում, վերհիշենք, որ 2020 թվականի 44 օրյա պատերազմը, որը սկսվեց սեպտեմբերի 27-ին, ավարտվեց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով։ Կապիտուլյացիոն այո համաձայնագրով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ ստորագրվեց այդ համաձայնագիրը, որին նաև մասնակցեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Դա եռակողմ է կոչում հենց նրա համար, որ երեք կողմերն են ստորագրել եւ խոսքը գնում էր կրակի դադարեցման մասին առաջին հերթին։ Այդ համաձայնագիրը բաղկացած էր 9 կետից եւ կարևորագույն դրույթներ էր իհարկե պարունակում, այո, վաղթանք ոմանք ասում են կապիտուլյացիոն, բայց կա նաեւ այլ տեսակետ, որ այդ համաձայնագիրը, եթե Ռուսաստանը կարողանար զբաղված չլինելով Ուկրաինայում ընթացող պատերազմով, եթե կարողանար ինքը կյանքի կոչել բոլոր դրույթները, ինձ թվում է այնքան էլ կապիտուլյացիոն չէր լինի, որովհետեւ այնտեղ ամենակարևորը, որ Ռուսաստանը իր վրա է վերցնում նորմալ կենսագործունեություն Արցախի հանրապետության, որը պետք է իրականացվի խաղաղապահ զորակազմի միջոցով։ Այլ հարց է, թե ինչպես է մյուս կողմը, ադրբեջանական կողմը վերաբերվել այդ համաձայնագրին։ Հիմա աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ է ստեղծվել, միջանկյալ ասենք, որ մեկ դարանց Թուրքիան եկել է հարավային Կովկաս։ Այդ Ռուսաստանի ամենամեծ սխալն է, որ Թուրքիան բերել է։ Ես հասկանում եմ դու ուր ես տանում, բայց նորից ուզում եմ վերադառնամ 2020 թվական։ Այդ համաձայնագրից հետո փաստաթուղթը ստորագրվեց, ռուսական խաղաղապահ ուժերը մտան Արցախ, եւ ինչպիսին էր Արցախը։ Ճիշտ է, մենք անընդհատ կապի մեջ ենք եղել բնական, բայց դու ես ապրել քո աչքերով։ Այո, հիմա նայեք, դա եմ ուզում եմ ինչը վերջ ներկայացնել, ուղղակի ընդհատեցիք, նայեք, Ադրբեջանը չէր համակերպվում այն իրավիճակի հետ, որ ստեղծվել էր Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտում, որովհետև նա Թուրքիայի հետ ուներ միասնական ծրագիր։ Ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության գոտին, Արցախի բնակչությանը ենթարկել էթնիկ զտման, դուրս մղել ոչ միայն Արցախի բնակչությանը, այլև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը։ Այսինքն Ադրբեջանը հասավ իր նպատակին։ Նայեք, հետո տեսեք ինչպիսին էր մարտավարությունը ադրբեջանական իշխանությունների, դիմում էին ռազմական շանտաժի։ Նրանք հենց առաջին կետը համաձայնագրի չէին ցանկանում իրականացնել։ Առաջին կետում գրված էր, որ Ադրբեջանի եւ Արցախի զինված ուժերը մնում են իրենց զբաղեցրած դիրքի վրա, բայց Ադրբեջանը արդյոք կատարեց այդ կետը։ Ոչ։ Նրանք մշտապես ռազմական սադրանքների էին դիմում պահակակետերում, հարձակվում էին մեր արցախյան պահակակետերի վրա, օգտագործում էին տարբեր դրամաչափի հրաձգային զենքեր, անօթաչու թռչող սարքեր, եւ ինչի համար են նրանք դա անում։ Նրանք փորձում էին շիկացնել մթնոլորտը, մոտեցնել, այդ նոր պատերազմը մոտեցնել, որովհետեւ նորից եմ ասում, արդեն տարածաշրջանը իրենք դարձրել էին պանթուրքիզմի եւ իսլամական ծայրահեղության հենակետ։ Արդեն նրանք հասել էին այդ նպատակին։ Հիմա իսկ ինչպիսին է ժողովրդի վիճակը, եկեք խոսենք ժողովրդի վիճակի մասին։ Ադրբեջանական զինված ստորաբաժանումները մոտեցել էին մեր գյուղերին։ Ժողովրդի անվտանգությունը մեծ հարցականի տակ էր։ Մարդիկ նույնիսկ վախենում էին, գյուղերում, շատ գյուղերում մարդիկ վախենում էին տներից դուրս գալ։ Աստիճանաբար եւ մարտական գործողությունները ավելի թեժ բնույթ ստացան Ուկրաինայում, ես կարծում եմ, որ իմ կարծիքով մի քիչ ավելի դժվարացավ խաղաղապահ զորակազմի գործունեությունը, իրենք արդեն ավելի կաշկանդված էին
Ադրբեջանը։ Այսինքն Արցախում ընկալվում էր առաջիկա սպասվելի գործընթացների մասին ինչ է լինելու։ Հասկանում էր արդյոք Արցախի իշխանությունը մինչև վերջ։ Շատ բարդ է հետադարձ իհարկե գնահատականներ տալ։ Այդ հարցը կարող է տալ Արցախի իշխանություններին ընդհանրապես ցավոք նրանք երևարված են այն։ Երևարված են, բայց հույս ունենանք, որ իրանք վերադառնան։ Ես էլ հարցեր ունեմ, դուք էլ ունեք բնականաբար բոլորը ունեն հարցեր։ Նայեք, միանշանակ էր, որ պատերազմը չի ավարտվել, որովհետև Ադրբեջանը ձգտում էր շարունակել հայկական մյուս տարածքների օկուպացիան, որոնք մնացել էին Հադրութի եւ Շուշիի գրավումից հետո։ Իրենք արդեն այդ երկու շրջանները վերցրել էին, մտածում էին մնացած տարածքները օկուպացնելու մասին։ Սա իրենց ռազմավարական գլխավոր նպատակն էր եւ իրենք ամեն կերպ հենց թուրք-ադրբեջանական տանդեմի մեկ խնդիրը դա է հասնել էթնիկ զտման ամբողջովին տիրապետել Արցախին։ Այս դեպքում ինչպես ես գնահատում որպես քաղաքական մեկնաբան Արևմուտքի դիրքորոշումը հենց 2020 թվականից հետո եւ այդ ընթացքում եւ հայաթափման այս ցավալի փաստի առումով։ Գիտեք, հանրագումարում կներես որտեղ անդադ տեսակետներ են փորձում դաշնել, եթե Արևմուտքը զբաղվեր այս հարցով նման բան չէր լինի։ Ես այդ կարծիքի չեմ։ Նայեք, ինչու ես փորձեմ հիմնավորել իմ ասածը։ Նախ Արևմուտքը ինչպես պիտի զբաղվեր, եթե գոյություն ուներ երրակողմ համաձայնագիր արդեն։ Հիմա հակամարտող կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրել են այդ համաձայնագիրը Մոսկվայում։ Եվ այդ համաձայնագրի գլխավոր բովանդակությունը այն էր, որ ստեղծվել է 44 օրյա պատերազմից հետո ստատուս քվո, իսկ այդ ստատուս քվոյի պատասխանատուն Ռուսաստանն է։ Արևմուտքը փորձում է այդ պատասխանատվությունից հեռացնել Ռուսաստանին, հեռացնել խաղաղապահ զորակազմին։ Սա հենց պետք է այդ կոնտեքստում ամբողջովին դիտարկել։ Եթե հեռացնում ենք Ռուսաստանին, հեռացնում ենք խաղաղապահ զորակազմին, այստեղ արդեն Ռուսաստանը որպես միջնորդ ասելիք չունի։ Ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանի խոսքը մեջ բերել, իմիջայլոց ինքը լավ պատկերավոր արտահայտություն ունի, ասած միջնորդի տակից աթոռը հանել են Հայաստանի իշխանությունները, աթոռը հանել են եւ արդեն այդ աթոռը հանելն Պրահայի հայտարարությունը։ Այո, բնականաբար ամենից է Պրահայի հայտարարությունը։ Ես այդ ձեր հարցի վերաբերյալ եմ ուզում ասել, Արևմուտքը ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի հակամարտության գոտուց։ Սա իրանց նպատակն էր։ Ինքը ասելով ստացվում է, որ այս թուրք-ադրբեջանական տանդեմը Արևմուտքի հետ է աշխատել։ Ինչի սկզբում ինչի Ադրբեջանի նախագահը շատ լավ կարողացավ իր նպատակին հասնել, հենց Թուրքիային ինչպես բերեց Ռուսաստանը տարածաշրջան։ Դա Հայաստանի իշխանությունների արևմտամետ կողմնորոշման հետևանքն է։ Ես այդպես հարցը դրան էր վերաբերում։ Դա է, հիմա Հայաստանի իշխանությունները եթե չբռնեին արևմտյան կողմնորոշման ուղին, Ռուսաստանի իշխանությունները իրենց մի քիչ ուրիշ ձևով կպահեին։ Սա է գլխավոր խնդիրը, հենց մեզ համար, ոչ միայն մեզ համար, Ռուսաստանի համար էլ անակնկալ էր Պրահայի հայտարարությունը։ Լուկաշենկոն ասում է, բավա ձեր լեզվից քաշելու, լրեիք էլի, լրեիք Լաչինի միջանցքը որպես հումանիտար միջանցք, միջազգայինորեն պաշտպանված միջանցք կպահպաներ իր ստատուսը եւ մենք արդեն անցակետ չէինք ունենա հակարի կամրջին։ Գիտես հեշտ է վերլուծել ու հեշտ չասեմ առավել եւս Արցախի հարցում այն դեպքում անցել է վերլուծել ու անդրադառնալ եթե սա լիներ եթե վերանանք դրանից գանք հիմնական հարցին Արցախի էջը փակված չէ ասում ես դու ասում եմ ես դու ինչպես ես պատկերացնում Ես այսպես եմ պատկերացնում Արցախի խնդրով զբաղվել են աշխարհի 3 գերտերություններ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա Լուծարվեց Յակոբ Միսկի խումբը։ Մի վարքյան, միջև լուծարելա, բայց խաչ են քաշում այդ 30 տարվա գործունեության վրա, ոչ։ Վերցրեք Յակոբ Միսկի խմբի համանախագահների բոլոր հայտարարությունները եւ բոլոր փաստաթղթերը։ Կարմիր թելի պես պաշտպանվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ Բաքվի այդ դատավարության ժամանակ մեր նախագահի հայտարարությանը, նա ասաց Արցախի ժողովրդի, ընդհանրապես ժողովրդի ինքնորոշման իրավունքը ենթակա չէ
ոչ քրեական, ոչ էլ դատական հետապնդման։ Հիշենք, որ բոլորովին այս վերջին տարիներին անկախություն է ձեռք բերել Հարավային Սուդանը, Արևելյան Թիմորը, այդ ինչպես է, Կոսովոն, այդ ինչպես կարելի է դրանք երկակի ստանդարտներ են։ Ստանդարտների մի կողմ, բայց ժողովրդի ինքնորոշման իրավունք կա։ Հիմա եթե ասում եք հակոտնյա է, եթե հակոտնյա են տարածքային ամբողջականությանը, հետո ինչ, դա նշանակում է, որ մենք պետք է հանձնվենք, ասենք դե գիտեք ինչ, դա խանգարում է մեր պայքարին խմողախա։ Կներես, հիմա ինչ ես ասում, քո փոխարեն Արցախցու փոխարեն ասում են, որ հնարավոր չէ վերադարձը հայրենիք։ Ես այդ կարծիքին չեմ։ Իսկ որքանով է տիրապետում արցախահայության տրամադրություններին, մեծ մասով, հայրենիք վերադառնալով։ Միանշանակ չես կարող ասել, որտեղ մարդիկ կան, որ արդեն այսօր Հայաստանի տարածքից դուրս են գտնում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Ես գիտեմ, որ մարդիկ կան, որ Եվրոպայում են, Ֆրանսիա են մեկնել, այլ պետություններ են մեկնել, բարձր նրանք հնարավոր է, որ չվերադառնան կամ հնարավոր է, որ նրանց մեծ մասը չվերադառնա։ Մարդիկ տարբեր կերպ են մտածում, կոնկրետ ես իմ օրինակով եւ ինձ նման շատերը սպասում են, եթե մեզ տրվեն անվտանգության միջազգային հստակ երաշխիքներ, ինչու մենք չպիտի վերադառնանք մեր հայրենիքը, մենք պետք է վերադառնանք մեր հայրենիքը, որովհետեւ դա մեր բնորանն է, դա հազարամյակների պատմություն ունեցող հայկական տարածք է, ինչու չվերադառնանք։ Դրա համար ես ուզում եմ շատ կարևոր շեշտադրում անել Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, Արցախի վերականգնման եւ արցախցիների վերադարձի հարցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում։ Այն պետք է լինի նաեւ միջազգային օրակարգում։ Իսկ որպեսզի միջազգային օրակարգում լինի, Հայաստանի իշխանությունները պետք է այդ ուղղությամբ աշխատեն, բայց Հայաստանի իշխանությունները ուրիշ բան են ասում։ Ասում են Արցախի վերադարձի հարցը մեր իրատեսական չէ, եւ իրատեսական չէ։ Այսինքն գործող իշխանությունների պարագայում քո նշած բոլոր կետերը հնարավոր չէ իրականացնել։ Մենք բացարձակապես չենք ընդունում այսպիսի տեսակետ, այսպիսի դիրքորոշում, այդպես չէ։ Արցախի ժողովուրդը ունի իրավունքներ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգայինորեն ընդունված ու ճանաչված է, եւ Արցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի ու այդ իրավունքը պետք է իրացվի։ Մնում են անվտանգության երաշխիքները միջազգային դրա համար էլ եթե միջազգային օրակարգում այդ հարցը լինի, այդ ուղղությամբ աշխատանք ծավալվի, տեսնում եք շվեյցարական հարթակի մասին են խոսում, միջազգային հարթակում բարեկամ Ֆրենկ Փաուլոնը ինչպես բավականին երկար ժամանակ ինքը աշխատում է այդ ուղղությամբ Եվ փառք ու պատիվ բոլոր այն կազմակերպություններով, որոնք զբաղվում են այս հարցով։ Այո, փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր անհատգործիչներին, այդ գործիչներին պետք է մենք երախտապարտ լինենք եւ Ես կարծում եմ պետք է համագործակցենք նաեւ հենց այդ կառույցների հետ միջազգային եւ հայկական կազմակերպությունների հետ, սա բոլորս հարցն է։ Այո, անպայման։ Դու հավատում ես, որ կլինես Արցախում։ Այո։ Չէ, իսկապես իրական։ Ես չեմ վախենում, ես կլինեմ։ Չէ, վախենալը չէ, դու տեսնում ես, որ գնալու ես։ Ասացի, որ պարագայում են գնալու։ Դե Այդ երաշխիքների պարագայում, բայց մի մոռացեք, մենք ինչ օրեր ենք ապրել, մենք բլոկադա ենք ապրել։ Մենք 9 ամիս թերսնված, մեր հղի կանայք ուտելիք չունեին, մեր երեխաները մոռացել էին ինչ է շոկոլադը, մեր երեխաները կիսասուված քնում էին։ Մենք ապրել ենք այդ ամեն ինչը։ Ես լրագրող եմ, որ անցել եմ պատերազմների միջով, եղել եմ պահակակետերում, զինվորի կողքին ենք կանգնել, զինվորին քաջալերել ենք, ոգևորել ենք, գնացել ենք ռեպորտաժներ պատրաստել ու փորձել ենք ոգևորել մեր զինվորներին, դա ես խոսում եմ 90-ական թվականների պատերազմի մասին։ Մենք այնպիսի փորձությունների միջով ենք անցել, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի, միայն թե մեր հայկական Արցախը վերականգնվի, որովհետև մենք սերունդներին ինչ ենք թողնելու։ Ինչ ենք թողնելու եւ ինչ ենք ասել։ Տխուր պատմություն։ Տխուր պատմություն, ողբերգություն, բայց եթե կա այդպիսի շանս, եթե լինի այդպիսի հնարավորություն եւ հայկական կողմը ակտիվ աշխատի եւ ոչ թե պարտավորական քաղաքականություն վարի, իհարկե վերադառնալու ենք։ Եվ շատերն են այդպես մտածում, ուղղակի այսօր ես ուզում եմ նաեւ մի կարևոր շեշտադրում անել, եւս մեկ շեշտադրում անել։ Ինչպես 1988 թվականին
Արցախյան շարժումը միավորել է ամբողջ հայությանը, այնպես էլ հիմա Արցախի վերադարձի, Արցախի վերականգնման հարցը պետք է համախմբի ամբողջ հայությանը, այս գաղափարի շուրջ պետք է հավաքել։ Շատ հրաշալի փակում էր մեր այսօրվա հաղորդման համար, միանշանակ համաձայն եմ, միասնաբար պետք է առաջ շարժվենք, այլ ելք չունենք, ուժը միասնության մեջ է։ Ապարտան, համաձայն եմ, այո, ու եկեք շարունակենք պայքարել, բոլորս միասին, բոլոր հայերը, որտեվ երբ Արցախը հպարտ էր իր հաղթանակներով, եւ մենք ռազմական շքերթներ ենք անում, ամեն տեղից գալիս էին, ուրախանում էին մեզ հետ, հիմա մի օր վիճակը ծանր է, պետք է համախմբենք, միասին պայքարենք, որպեսզի մենք վերականգնենք այն, ինչ ունեցել ենք եւ ինչով հպարտացել ենք։ Շնորհակալ եմ քեզ, ես էլ հավատում եմ, որ միասին Արցախում կհանդիպենք։ Եթերում միասնության արտակներ բաժանորդագրվեք մեր ալիքին, միշտ նոր հանդիպում։